Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, կրկին ողջունում եմ բոլորիդ։ 2026 թվականը բուռն ընտրական տարի է լինելու, տարվա առաջին կեսին նախատեսված են ԱԺ հերթական ընտրությունները, այնուհետև աշնանը տեղի են ունենալու ծավալներով ամենաշատ թիմ ընտրությունները, մասնավորապես աշնանը նախատեսվող թիմ ընտրություն 46 մեր 70 համայնքներից 46-ում 26 թվականի աշնանը մենք ունենալու ենք ընտրություններ, այսինքն 65% համայնքների ենթադրում եմ, որ տեղի ունենալու ընտրություններ։ Այդ իսկ պատճառով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բյուջետային հայտը 26 թվականի համար մեր կառույցի համար շատ մեծ է, 7 միլիարդ 568 միլիոն մի փոքր ավել գումար է նախատեսված։ Այստեղ եթե զուտ հայտով նայելու ունենք, մեր եւ ֆինանսների նախարարության անհամաձայնությունը ամենավերջի փուլում հանգել է 30 միլիոն դրամի, խնդրի, որը որ ֆինանսների նախարարությունը այդպես էլ չներառեց մեր հայտի մեջ, իսկ 30 միլիոն դրամը դա ԱՎԵԲ-ի, այսինքն ընտրական մարմինների միջազգային ասոցիացիայի կառավարման խորհրդի նիստի, որը եկող տարի մարտին տեղի ունենալու Հայաստանում, քանի որ անցած տարի Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրվել է ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամ եւ կառավարման խորհրդի հաջորդ նիստը board meeting-ը տեղի ունենալու մարտին Հայաստանում, այս միջոցառման համար գումարը ըստ էության ֆինանսների նախարարությունը այդպես էլ որքան մեր ֆինանսիստները փորձեցին համոզել, որ դա կապ չունի ընտրական process-ների հետ, այսինքն ԱԺ ընտրությունների համար հատկացված գումարի մեջ ոչ կարող է ներառվել, ոչ կարող է այդ գումարից այդ ծախսը կատարվել, միևնույն է չստացվեց, իրենք ուղղակի առաջարկեցին, եթե խնդիր կունենանք, պաուստային ֆոնդ կամ մյուս տարբերակը, որ այստեղ խորհրդարանում, չգիտեմ, խորհրդարանի քննարկում այդ խնդիրը այստեղ լուծվի։ Դա համար ես այս խնդրի մասին այստեղ բարձրաձայնում եմ, որ այդ 30 միլիոն դրամը, որը որ նվազագույն, ասեմ 18 երկրի նախագահներ են ժամանելու, այսինքն պատվիրակությունները նախագահների 18 աշխարհի բոլոր մայրցամաքներից նախագահներ 18 երկրից պիտի, այսինքն այդ կառավարման խորհրդի անդամները, այսպես ասենք, գան Հայաստան եւ այդ ընդհանուր երկօրյա միջոցառման այդ 30 միլիոն դրամը այդ երկօրյա միջոցառման ծախսն է, այսինքն հյուրանոց եւ այլն, ու ասենք այստեղ եթե ասեմ, որ երբ որ հարցը քննարկվում էր այլ երկրները իրենց մոտ կազմակերպելու համար, ասենք, թե ինչպիսի, այսինքն ծախսերի ծածկման, օրինակ, կար երկիր, որ առաջարկում է եւ պարտավորում էր նաեւ ավիատոմսերը հոգալ, այսինքն ոչ միայն կացության ծախսերը հոգալ, նաեւ հյուրերի ավիատոմսերը հոգալ, բայց այդ ժամանակ քանի որ Հայաստան 1000 ներողություն, բայց արդեն մի երևի 1000 տարի է, ոչ մեկ պես բան չի անում։ Ավիատոմսերը ոչ ոքի։ Հրավերք կա, լոկալ ծախսեր հոգ։ Դա համար եմ, այո, ճիշտ եք, պարոն Վարդանյան, դրա համար եմ ասում, կար երկիր, պարոն Վարդանյան, ասած դա է, կա երկիր, որ նման առաջարկ արեց գայթակղելու համար, որպեսզի Հայաստանը չընտրվի։ Բայց Հայաստանը ընտրվավ։ Եվ նաև այդտեղ շատ կարևոր էր, որ մեր վերջի տարիների ձեռքբերումը ընտրական համակարգում, նաև դա էր շատ կարևոր այդ հանգամանքը։ Ինչևէ, սա խնդրի, եթե ասում եմ խնդրանքս պետարավական հարցերի մշտական հանձնաժողովին, եթե կարող ենք այս խնդիրը արդեն այս փուլում որևէ կերպ լուծել, այդ թվում որտեղ ֆինանսների նախարարությունը ինքը առաջարկեց, որպեսզի հետագա
ավելի մանրամասն նպատակայնությունը քննարկել։ Ես պատրաստ եմ շատ այն բացվածքը հասկանալի է, չէ՞, որ բացվածքը ինչպիսի բացվածքով է ներկայացում ֆինանսների նախարարություն, բայց զուտ նպատակային նշանակությունը նաև Հայաստանի ընտրական համակարգը միջազգային հարթակում հեղինակությունը բարձրացնելու տեսանկյունից կարող ենք ելի շարունակել սա այդ խնդրանքի մասին։ Ուղղակի ոնց մենք բացատրենք, որ մենք աթոմ սեղան չենք կարող առնենք, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է այդ կոնֆերանսը իրականացնի։ Սեղան աթոմ։ Ես ասենք ինչի սեղանատոր չունեք, ասենք որովհետև կոնֆերանս ենք իրականացնում։ Այ ավարտե։ Ես չի ասում ազգային ժողովի բյուջեից կրճատեք եւ տվեք այդ Բայց բոլոր սեղանատորներն է կրճատել, դա խնդի։ Լավ, շարունակեմ։ Փաստորեն 7.5 միլիարդից 485 միլիոն դրամը դա կենտրոնական ընտրական հանձնաժողովի պահպանման ծախսերն են։ Այստեղ ուղղակի առանձնացնեմ թիմ ընտրությունների համար հատկացվելու է 2.5 միլիարդ դրամ, ազգային ժողովի ընտրությունների համար 4 միլիարդ 451 միլիոն պլյուսով դրամ։ Սա ինչու ես այս երկու գումարները առանձնացրեցի, նաև ընդգծելու համար, որ օրինակ 21 թվականի համեմատ 21 թվականին թիմ ընտրություններին բյուջեից հատկացվել է 1.7 միլիարդ դրամ։ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ 21 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ 2.8 միլիարդ դրամի կարգի գումար, ուղղակի այնտեղ նաև մի ծախս կար, որը 21 թվականին արել է կառավարությունը, դա տեղամասերից ուղիղ հեռարձակման ծախսն է, որը որ 21 թվականին 1.1 միլիարդի կարգի եղել եւ կառավարությունը Պաուստային ֆոնդից կառավարությունն ինքն այդ ծախսը իրականացնել, ներկայումս այդ ծախսը ներառված է ընդհանուր աժընտրությունների ընդհանուր բյուջեում եւ այդից պատճառով պայմանավորված արդեն դարել է 4 միլիարդ 451 միլիոն, այստեղ ծախսի աճը նաեւ պայմանավորված է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձների բարձրացմամբ, քանի որ ինքը տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատավարձները կապված են նվազագույն աշխատավարձի, այսինքն այնտեղ օրենսդրությունը օրենքը այդպես է կարգավորում, այս 22 թվականից հետո 22 Եթե չեմ սա 23-ից բարձրացվեց, դուք լավ գիշեք։ Այսինքն, երբ որ 85000 դրամ, այսինքն նվազագույն աշխատավարձը դարձավ 80 դրանից հետո, այսինքն նույն տեղամասային ընտրական հանձնաժողովների, ընտրողների գրանցման սարքերի վրա աշխատող մասնագետների աշխատավարձները իրանք եւս մեխանիկորեն բարձրացան։ Սա նկատի ունեմ այն տարբերությունը, որը որ արկա է 21 թվականի եւ 26 թվականի ընտրությունների բյուջեների միջև։ Կարծում եմ այսքանը։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։